Բարի առավոտ ցելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով եւ այս հրաշալի օրը մենք շարունակում ենք մեր եթերը մի քանի օր դադարից հետո եւ Փարտիրոջ, որ այսօր նորից սկսեցինք, ինչպես գիտեք, ես Հայաստանում չէի, նախապես արդեն ասել էի, այդպես ծառայությամբ մեկնել էի Ռուսաստան եւ Փարտիրոջ հրաշալի անցավ ամեն ինչ եւ այսօր նորից սկսում ենք մեր եթերը այս առավոտ Եվ մեզ է միացել մեր սիրելի Սարո Գալստյան եղբայրը, նա Ամերիկայի Միացյալ Նահանգներից է, Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվը, վստահ եմ շատերը գիտեք արդեն, նա եղել է մի քանի անգամ մեր եթերում եւ այսօր նորից առիթ ունենք լսելու նրան այն խոսքը, որ Տերը դրել է իր սրտում։ Սարո եղբայր, բարի երեկո, ձեզ մոտ երեկո է եւ շատ շնորհակալ եմ, որ միացաք մեզ։ Շատ շնորհակալ եմ եղբայրս բարի լույս Աբրահամ եղբայրս եւ ողջ ժողովուրդը, որը հետևում են քո հաղորդումներին այսօրվա ու կնդիրները եւ ուզում եմ ամեն ինչից ավել եւ ամեն ինչից վեր նախ իմ սրտի մեծագույն գոհություն եւ շնորհակալություն հայտնել երկնքի Տեր ստեղծող արարիչը մեր փրկիչն ու առաջնորդը Հիսուս Քրիստոսից, որ այսօր ինձ ու քեզ եւ այստեղ մեր այս հաղորդմանը միացող բոլոր ուղդիներին օր է պարգևել, ժամ, րոպե եւ վայրկյան։ Ամեն օրը նրա պարգևն է եւ անկասկած մեր կյանքում լինում են իրավիճակներ, իրադարձություններ, որ կրկին ու կրկին անգամ համոզվում ենք, որ ամեն օրը հենց այնպես չէ, այլ պարգև է երկնային, որ տրվել է մեզ ապրելու այս երկրի վրա, ճաշակելու, վայելելու եւ ինչու՞ չէ առիթից առիթ եւ որ առիթը կա նաեւ վկայելու, ավետարանելու այդ փառավոր Հիսուս Քրիստոսի հրաշք հրաշափառ գործը, որ կատարեց ողջ մարդկության համար։ Ամեն, ամեն։ Ամեն Փարտիրոջը։ Այո։ Հաղորդումից առաջ եթե կարելի է, պետք է խնդրեմ Աբրահամ եղբայրս քո աղոթքով առաջնորդես, որ աղոթենք, որ Սուրբ Հոգին ներկա գտնվի այսօրվա այս զրույցին։ Ամեն։ Որ ինքը առաջնորդի փառավորի երրորդությունը եւ այն ամեն ինչ որ կանենք միայն ու միանշանակ լինի նրան փառք, իսկ ինձ ու քեզ բարի օրհնություն։ Ամեն, շատ լավ ասեցիք եւ աղոթենք իրոք։ Տեր շնորհակալ ենք այս հրաշալի օրվա համար, շնորհակալ ենք եւ այսօր նորից ծառայով եկել ենք քո առաջ, Տեր, քո խոսքը լսելու, նորոգվելու, այս առավոտը մեր սկիզբը սկսելու քո խոսքով, որովհետև այն ինչը որ քո խոսքով է սկսվում, վերջը կյանքով է պսակվում, Տեր, եւ այդ հավատքով այս առավոտ ուզում ենք, որ դու խոսաս մեր սրտերի հետ, կարոտ ունենք, կարիք ունենք քեզ, Տեր, քո խոսքը սիրում ենք միշտ լսել, մտածել, խորհել խոսքիդ վրայով եւ այսօր խնդրում եմ, թող քո խոսքը մարգարեական լինի մեզ համար, Տեր, Եվ եւս մեկ քայլ մոտեցնի դեպի քեզ, օրհնի Սարո եղբայրս եւ այն խոսքը, որ դրել ես նրա սրտում, թող քո մարգարեական լինի մեզ համար եւ օրհնի եղբայրս Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Փառքես Տեր։ Շնորհակալ եմ եղբայրս Հիսուս Քրիստոսի շնորհաշատ անունով սկսենք այսօրվա մեր հաղորդումը։ Հաղորդումի վերնագիրը այսպես որոշվեց, վերնագրենք այն դատարկ ու սուտ խոստումներ, որ աշխարհը այսօր փորձում է հրամցնել։ Բայց մենք եւս այս աշխարհում ենք եւ մեզ համար նաեւ չի բացառված, որ այդ դատարկ ու սուտ խոստումները նաեւ գալիս է մեր կյանքում, եկեղեցում, խոսքի միջոցով, հաղորդակցության միջոցով եւ այլն։ Այո, մենք անցնում ենք հատկապես Հայաստան երկրում շատ կարևոր քաղաքական իրադարձություններով եւ երբ Աբրահամ եղբայրը առաջարկեց դեռ մինչեւ ընտրությունները, ես այդպես չունեի որոշակի թեմա, բայց ինչ որ ձևով ինչպես թաքցնեմ իմ հոգուս մեջ անverջ աղոթում էի, որ ամեն բան Տիրոջ շնորհքով եւ ողորմությունով, խաղաղությունով ավարտվի։ Շնորհակալ ենք Աստվածանից, որ այդ աղոթների պատասխանը տրվեց, այո, գործը ամբողջովին չի վերջացած, դեռ ընթաց կա, եւ ես կարծում եմ, որ ես ինքս ինձ եւ բոլոր ուղդիներին եւ ողջ հոգեվոր աշխարհ, հատկապես մեր Հայաստան երկրի շարունակենք աղոթել մեր երկրի համար, խաղաղության համար եւ առաջադիմության համար։ Ամեն։ Ինչու այդպեսի մի վերնագիր եւ այդպեսի մի թեմա ընտրեցի։
Սա այսպես 21-րդ դարաշրջանի թեմա չէ, թեմա է, որը դեռ առաջի դարաշրջանից։ Այսօրվա մեր խոսքի, այսպես ասած, անկյունակարը կենտրոնական խոսքը առնված է Կողոսացիս գրքի 2-րդ գլխի 8-րդ համարից, որ մի քիչ հետո կընթերցենք եւ ավելի մանրամասը կդիտարկենք, բայց մինչ այդ Պողոս առաքյալը երբ գրում էր այդ թղթերը, իհարկե միանշանակ նա տեսնում էր, թե ինչպես են սուտ առաջնորդներ, ուսուցիչներ, մարգարեներ եւ արդպես ասած վարդապետներ փորձում են ներխուժել եկեղեցի եւ Քրիստոսի ճշմարտությունը ավելացնելով կամ պակսեցնելով սուտ խոստումներով, որ գալիս էր աշխարհից, սուտ խոստումները, որ կառուցված էր փիլիսոփայությունների վրա, մարդկային այդպես ասած տրադիցիայի եւ սովորությունների վրա եւ ինչու՞ չէ անցյալում մեր մեջ կրած կրոնների Կողոսացիս եւ այդ տարածքը տարածված էր եւ կային եւ ծայրահեղ հрьяաները, որոնք ինչպես էին պայքարում Պողոս առաքյալի եւ բոլոր քրիստոնեական եկեղեցում, դրան գումարած արդեն հռոմեական հեթանոսական կրոնքների տեսականիները, դրան գումարած եւ հունական փիլիսոփայությունները, սրանք ամեն կողմանը գալիս էին իրենց սուտ խոսումներով, որպեսզի աղավաղեն եւ փչացնեն Աստծո ճշմարտությունը։ Եվ դա էր հիմքը, որը ես առա, եւ դրա համար այսօր մենք շրջապատված ենք 21-րդ դարաշրջանում, նույնը այնիշ որ դեռ առաջի դարաշրջանում ինչպես սատանան փորձեց ներխուժել եկեղեցի եւ առաջի օրվանից ինչ անել, փոխել, աղավաղել եւ այլ օտար տեստալ եւ աղանդավորել ճշմարտությունը եւ Քրիստոսի հավիտենական փրկությունը։ Մենք բոլորս Հայաստանում եւ մենք թեկուզ մի քիչ հեռու, բայց այդպես սրտատրով ամեն օր հետևում էինք վերջին լուրերին, որը մինչև ընտրությունները եւ աղոթում ենք, որ Աստծո շնորհքը եւ ողորմություն լինի մեր երկրի վրա։ Եվ ինչ եղավ արդյունքը։ Այսօր մենք ինչպիսի սուտ խոստումներով ենք լցված եւ աշխարհում եւ մեր հասարակության մեջ եւ եկեղեցիներում առաջինը, որը հաջողությունը քո կյանքում քեզ ամբողջովին կբավարարի։ Եվ բնականաբար մենք ինչ ենք անում, թեկուզ շարքային հասարակ մի անձ, թե հոգևոր։ Մենք երբ որ նման մի բան այդ սուտ խոստումը մարսում ենք, կուլ ենք տալիս եւ սատանա մեզ հրամցնում է, մեզ համար կիզակենտրոնը ուշադրություն արդեն ոչ թե եկեղեցի, փրկությունը, Հիսուս Քրիստոսի ճշմարտ, այլ ինչ է լինում հաջողությունը։ Եվ հաջողությունը մտածում ենք, որ եթե մենք կյանքում կարողանանք հասնել այս ու այն բնակավարում հաջողությունների, դա մեզ ամբողջովին եւ մեր անձին եւ մեր ընտանիքի եւ մեր հոգու աշխարհին կբավարարի։ Եվ բնականաբար ես այդ առումով ուզում եմ երկու օրինակ բերեմ աշխարհից եւ եկեղեցուց։ Աշխարհից մենք պարզապես ականատես եղանք։ Ներող կլինեք, ես պետք է մի քանի օրինակներ բերեմ այս վերջի իրադարձությունների հետ քաղաքական օրինակներով, ոմանք կարող են մտածեն, որ հոգևորների ինչ գործ ունեն, որ ներթափանցում են քաղաքական աշխարհը, բայց վերջը դա մեր կյանքն է։ Մենք ապրում ենք, մենք շնչում ենք մեր հայրենիքով եւ բնականաբար առաջի օրինակ որ ուզում եմ բերել, այն ինչ որ հաջողվեց Տաշիրի Սամո, այդպես են նրան կոչում Սամվել Կարապետյան, ինչևից է, նրա այդպես ասած բիզնես աշխարհում հաջողությունները եւ բազմակի միլիոնների հարստությունը կուտակումը իրեն տվեց այդ պարզ ու հստակ բանը, որ եթե հաջողություն ունես, ուրեմն լրիվ բավարարված ես, այսինքն այն ամեն ինչ որ ուզենես անես, քեզ պետք է հաջողվի։ Մարդ, որ ընդհանրապես Հայաստանի ոչ մի իրադարձությունների հետ ոչ մի բաժին մաս չի ունեցել, ոչ պատերազմի, ոչ նեղությունների, ոչ դժվարությունների, կուտակել է իր հարստությունը հիմնականում Ռուսաստանում, հանկարծ հայտնվեց Հայաստան, երբ սկսեցին իրադարձությունները, եւ ինչ արեց, եւ տվեց սուտ խոստումներ, եւ այդ սուտ խոստումների հիման վրա վերևեց տասնյակ հազարներ Ռուսաստանից մեր հայերին, եւ ինչ խոստում տվեց։ Եթե հաջողվի, որ ես դառնամ առաջիկա ընտրություններին երկրի նախագահ, ես ես խոստանում եմ, որ կշռայլեմ եւ բոլորները կտիրեք բիզնեսների, հաջողակ բիզնեսներ կունենաք։ Եվ չուներ պատասխան տեղի ժողովուրդը, որոնք տեղացի են, որոնք ապրում են այդ երկրում, որ այդ երկրի օդու ջուրն են սնում եւ նրանց հետ ինչ պետք է լինի։ Եվ սրտի ցավով հաջողվեց ինչ որ չափով, կարողացավ հազարավոր
ձայներ հավաքելու։ Դա ցավալի եւ տխուր է, բայց փաստ է, երբ որ մարդկանց խոստում ես տալիս հաջողությունների եւ նա ինչ անում, եւ նա քեզ է հետևում, ոչ թե ճշմարտությանը։ Սարեղ, կարող եմ մի փոքր միջամտել, եթե թույլ տաք, Այո, երկկողմանի։ Գիտեք, շատ հետաքրքիր բան ասացիք հաջողության մասին։ Ես ուզում եմ sense հարց բարձրացնեմ։ Եթե ես ասում եմ հաջողված եմ կամ ուզում եմ հաջողվեմ, ինչ նկատի ունեմ, այս սա շատ կարևոր է։ Օրինակ, մարդիկ, ովքեր հաջողությունը կապում են իրենց ստամոքսի մակարդակով, թույլտվեք այսպես արտահայտել։ Այո։ Փաստորեն այդ տեսակ հաջողություններ են իրենք սպասում, այսինքն իրենց ակնկալիքը ստամոքսի մակարդակ է եւ այդպիսի խոստումներ իրենց համար շատ գրավիչ է, այսպես ասած։ Հարցը սա է, ինչ ենք պատկերացնում, ինչ է նշանակում հաջողություն իրականում։ Եվ արդյոք քրիստոնյան հաջողության մասին ուրիշ կարծիք պիտի չունենա, քան աշխարհի մարդը։ Այսինքն այդ նույն կարծիքը պետք է չունենա ինչ-որ աշխարհիկ մարդը։ Քրիստոնյայի համար ինչ է հաջողությունը։ Եվ իմ խոսքը շարունակելով սա աշխարհն էր։ Այո։ Աշխարհը լցված է ստով։ Ինչու՞, որովհետև Քրիստոսը եւ Աստվածը եւ խոսքի ճշմարտությունը մեզ համար բացեց, որ այս աշխարհի իշխանը Սատանան է։ Սատանան ստի Աստվածն է, փոքրատար Աստվածն է, որ փորձեց ստով սկսած Ադամից եւ Եվայից մինչեւ այսօրվա օրը ստով խափելու մարդկանց եւ շեղելու ճշմարտությունից։ Բայց ավելի ցավալի եւ տխուր է, երբ որ դու հանդիպում ես, որ նման կոչումներ, նման հրավերները լինում ոչ միայն աշխարհում, այլ նաեւ եկեղեցիներում։ Այսօր լսում ես եկեղեցիներ, որ իրենց առաքելությունը, իրենց վարդապետությունը, իրենց քարոզչությունը կառուցել են ինչի վրա, հաջողության վրա։ Եվ նման խոսքեր են։ Եվ նման խոսքեր է քարոզում։ Եվ մարդիկ, որոնք ծառավ են, այսպես ասած, այդ հաջողությանը հասնելու։ Այո։ Այսինքն ասում են, եթե դուք կաք մեզ մոտ, դուք հաջողակ կլինեք։ Մեզ բիզնեսներ կլինեք, կհարստանաք։ Եվ կհարաջադիմեք։ Այո։ Այսինքն լավ կապեք, բարգավաճ կլինեք։ Եվ դա է խնդիրը, որ Սատանան միայն աշխարհը չէ, որ խափում է։ Սատանան ամեն երկվայրկյան կարողանում է ներս մտնել եկեղեցիները եւ հոգեվորներին եւս խափել, եւ հոգեվոր առաջնորդերին, եւ ամբողջ խոսքը աղավաղել Աստծո խոսքի ճշմարտությունը։ Երկրորդը, գումարը, հարստությունը քեզ կտա լի իրավ ապահովություն։ Այդպիսի նման արտահայտություններ լսել ենք։ Երբ որ դու գումար ունես, ոչ մի դուր քեզ համար փակված չի կարող լինել։ Ամեն դուր կարող ես բացել։ Եվ այդ առումով ես կարող եմ միանշանակ դարձյալ նորեն նայելով աշխարհին, երբ որ մեկ ուրիշ անձի պետք է բերեմ, որը դարձյալ իր տեխնացություններ առաջարկել որպես նախագահ երկրի առաջնորդ։ Խոսքս Գագիկ Ծառուկյանի մասին է։ Ցավալի է, տխուր է, ես միտում չունեմ նրան վարկաբեկելու կամ ցածրացնելու, բայց թե ինչպես հասավ այդ հաջողության այսօրվա մեր քննարկելի նյութը չէ։ Բայց ամեն անգամ, երբ որ լսում եմ այդ մարդու երկու բառ, երկու նախադասության խոսքը, միանշանակ ես հասկանում եմ, որ այս մարդը կյանքում երևի երբևիցե իր կյանքի մեջ։ Այո, լսել եմ, որ ֆիզկուլտ ինստիտուտ է ավարտել, բայց երբևիցե այս մարդը իր կյանքում մեկ գիրք չի բացել, մեկ պոեզիա չի կարդացել, մեկ անգամ իր կյանքում դասական երաժշտություն չի լսել, մեկ անգամ թատրոն չի գնացել, մեկ անգամ չի վերլուծել իր կյանքի իրադարձությունները։ Եվ որ խոսում է, դու հասկանում ես այնքան դատարկ է իր ամբողջ էությունը, բայց ինչն է իրեն ու իր շրջապատին այդպես հաջողակ դարձնում հարստությունը։ Երբ որ մարդիկ տեսնում են իր կարողությունը եւ հնարավորությունները, արդեն ինչ են անում։ Արդեն տեսանելի չի նրա անգրագիտությունը, տգիտությունը, որպես անձ, որը փորձում է նույնիսկ առաջնորդ լինել մի ամբողջ երկրի ժողովրդի։ Եվ սա է, որ գումարը ինչպես է կուրացնում մարդկանց, եւ ինչպես է տալիս այն սուտ պատրանքը, որ եթե հարուստ ես, ուրեմն ապահոված ես։ Հաջորդը, որը փորձեցին մտցնել եւ ժողովրդի եւ հատկապես եկեղեցիների մեջ, եթե կարողանաս հասնես քո հաճույքների, անպայման չէ, որ մանրական հաճույքների մասին, հաճույքներ բազմազան են, մի ամբողջ ցանկ,
բայց եթե հասնես քո հաճույքների, քո ուզած ցանկությունների, դու արդեն քո կյանքը բավարարված եւ իրականացված եւ կայացած կտեսնես։ Այսինքն այն ամեն ինչ որ գերազեն դու արդեն երազին իրականություն կտաս քո կյանքիդ մեջ։ Եվ դա սրտի ցավով կարող եմ մի քանի տխուր պատմություններ բերել պատմությունից։ Օրինակս պետք է բերեմ Ստալինի վրա։ Ստալինը մի որփուկ էր, մի գող ու ավազակ, որ չգիտես ինչպես տիրեց ու թագավորեց ողջ Սովետ միությունը։ Եվ ես հավաստի աղբյուրներից գիտեմ, որ երբ որ հասավ փառքի գագաթնակետին, եւ որ արդեն կարողացավ մարդկանց մարդկությանը բարիս բունի մաստով ստրկացնել, այդպիսի հավաստի աղբյուրներից ասում է, որ նախ առաջերտին նա ամեն օր սարսափում էր, որ իրեն դեմ մահափորձ կկատարեն։ Ուստի նա ուներ ոչ թե մի մեքենա, այլ 60 մեքենաներ, բոլորը միանման վարորդներով, եւ ոչ մեկը չգիտեր, որ երբ որ այդ մեքենան դուրս էր գալիս գարաժից, արդյոք այդ մեքենայի մեջ ինքն էր թե մեկ ուրիշը։ Նա միշտ այդ սուտ պատրանքն էր ստեղծում, ինչևից է։ Բայց ասում են ժամանակ առ ժամանակ նա դուրս էր գալիս Մոսկվայի փողոցներով եւ մեքենա դանդաղ վարում էր, եւ Աստված մի արասե, եթե նրա աչքը որևէ աղջիկ կնոջը հանդիպեր եւ նա ցանկանար։ Նա անմիջապես տեղյակ էր պահում եւ այդ կին, այդ աղջիկ կարեւոր չէ թե նա ում էր պատկանում, ինչ ընտանիքի, ինչ իրադարձություններ, նա արդեն իրան էր։ Եվ այդ մարդը, որը պատճառ դարձավ 20 միլիոն քաղաքացիների մահի եւ 20 միլիոն զինվոր եւ սպաների, այդքանով հանդերձ, գիտես տագիտությունը մարդկանց մեջ, մեր հայերի մեջ նման արտահայտություն է հատկապես մեծ ասակների, երբ որ մենք քաղաքական իրադարձություններ ենք անցնում եւ այդ քաոսային վիճակներ, գիտես նման արտահայտություն, եւ որ դրանցից մեծահասակներից կյանքի այդ դառը փորձառությունները, այդ պատերազմները, այդ բոլորով անցնելուց սպասում ես մի գեղեցիկ, մի խորհրդավոր, որ նայես, մտածես, տնտղես, վերլուծես, հիանաս այդ խոսից, ինչ էին արտահայտում։ Մեզ Ստալինա պետք։ Ահա ու ես մտածում եի խղճամ քո տագիտությանը դվրա, որ այդքան կոտորոցը սպանեց։ Մենք ստրուկի նման հավատարիմ ծառայեցինք Ստալին, ինչի հասակ։ Մեր աչքի առաջ տվեց Նախիջևանը, տվեց Ղարաբաղը եւ ստորագրում էր, որպեսզի ամբողջ Գորիս ու Սիսիան այդ ամբողջ տարածքը տրվեր։ Եվ եթե Նժդեի հերոսական պայքարով չլիներ, մենք եւս կորցրած կլինեինք։ Տարիներ Նժդեին ինչպիսի պիտակ կպցրեցին, թշնամու։ Սրանք բոլորը որտեղից է գալիս։ Երբ որ մարդը իր էությունով պատմությանը անտեղյակ եւ տգետ է, եւ սատանան ինչ անում, այդ տգիտությունը օգտագործում է որպեսզի ստրկացնի։ Եվ միայն այդ Նժդեի հերոսաբար պայքարի պատճառով, որ այսօր մենք ունենք այդ ամբողջ տարածքը։ Եթե ոչ դա եւս հավելանալով մենք կկորցնենք եւ կմնանք իսկապես մի բուրհող։ Գիտես, դրանով չի ավարտում մեր հայ ժողովրդի միամիտ կարգավիճակը։ Երբ ես Ամերիկայում եմ արդեն ինչ, երբ Լենինի այդ մարդկային տականքի արձանը վերգցեցին, այդ մեր գեղեցիկ հրապարակը, որ պաղծում էր 70 տարի շարունակ, ուզում եմ, ոչ թե որովհետև հայ ենք եւ ուզում ենք գովերքենք մեր, հավատացնում եմ, Աստված առիթ է տվել, շրջել եմ Եվրոպա, բայց մեր Երևանի հրապարակի նման հատուկենտ հրապարակներ դու կարող ես գտնել համաշխարհային մակարդակով։ Եվ 70 տարի նրա այդ բիրտ այդ արցանը եւ իսկապես ես ուրախություն ապրեցի, որ վերջապես մաքրազարդվեց, բայց սրտի ցավով գիտես ինչ եղավ, չավարտվեց ամբողջովին, դեռ շարունակեց մնալ ում արցանը, Ստեփան Շահումյանի, մի երկու բառ ասեմ իր մասին, մինչև Ստեփան Շահումյանի ներխուժելը Հայաստան, որ իր հետ բերեց գռեհիկ ռուսներին, որպեսի մեզ դարձնի ռուսների ստրուկ, մենք ունենք կառավարություն 1918 թվականին Արամ Մանուկյանը
կյանքի գնով, ինչ զոհաբերություններով կառուցեց մեր առաջին դեմոկրատական ազգային ժողովը եւ պետությունը։ Այսօր ոչ մեկը չի խոսում այդ մարդու մասին։ Նրա արձանը դեռ չկա։ Գիտեք, Նժդեի արձանը կառուցեցին, բայց երանի թե Ստեփան Շահումյանին ճանաչեին որպես ազգի թշնամի եւ տապալեին եւ այդտեղ կառուցեին, այդտեղ հաստատեին Նժդեի եւ Արամ Մանուկյանին մեկ ուրիշ տեղ։ Պատմության էջեր կա, որ այդպես էլ իր արդարությունը չի գտնում, բայց մենք հավատացյալս մենք գիտենք, որ ամեն ինչ երկնքում արդար է լինելու։ Եվ սրանք պատմության էջերն են, որ դու երբ որ իմանում ես, սրտիցդ արյուն է հոսում, բայց այսօր այնքան մարդիկ են տրվում, խաբվում, շեղվում իրենց չիմանալու եւ տգիտության պատճառով, եւ սատանան հենց դա է օգտագործում։ Եվ նման մարդիկ Տաշիրի Սամոն լինի, Ռոբերտ Քոչարյանը լինի կամ Ծառուկյանը, նրանք այդ անօրինի ձեռքին գործիքներ են, որպեսզի մարդկանց ավելի մոլորեսեն, ավելի հեռացնեն ճշմարտությունից։ Եվ վերջո մենք գալիս ենք ամենակարևոր այսօրվա մեր նյութի էական մի հատ հարցին։ Ում ես դու հետևում։ Ով է քո կյանքի առաջնորդը։ Ինչն է քո կյանքի նպատակը, որովհետև առաջնորդով որոշում է քո ամբողջ հոգևոր գաղափարային աշխարհը։ Միանշանակ։ Վստահաբար ես ուզում եմ մի պահ կանգ առնեմ, եղբայրս, եթե դու ունես հարցում կամ եթե որևէ մեր ուղդիրներից որևէ մեկը ինչ որ հարցադրում է ուղղել քեզ, կուզեմ լսել, եթե ոչ, ես կարող եմ շարունակել։ Էական չի թե շարունակենք։ Պողոսացիս գիրքը գրել է Պողոս Առաքյալը 60-ից 62-ական այդ թվականների մեջ, երբ ինքը Հռոմում բանտարկություն էր։ Եվ նա հստակորեն գիտեր, որ Կողոսյան բավականին մեծահարուստ քաղաք է, լցված տարբեր կրոններով եւ ուսմունքներով։ Ու երբ նա այնտեղ հիմք է դրել եկեղեցին, այդ եկեղեցին իր որդին էր, իր հոգու մասնիկն էր։ Ու երբ որ լսում էր, թե ինչպես հունական փիլիսոփայություն է ներս մտել եկեղեցի։ Ես ոչ մի հակառակություն չունեմ հունական փիլիսոփայության դեմ։ Բայց երբ որ խոսում ենք բացարձակ ճշմարտության մասին, այո, հունական փիլիսոփայությունը տվել է մեզի Սոկրատես, Արիստոտել, Պլատոն եւ այլն։ Բայց երբ խոսում ես Քրիստոսի մասին, դրանք մարդիկ են, մահկանացուներ, դրանք ժամանակավոր են, բայց երբ որ դրանք են խուժում, սատանան դրանք օգտագործում է, որ ավելացնի ինչի, Աստծո խոսքով բացարձակ ճշմարտության վրա, որ ոչ մի բան ավելացնելու տեղ ու կարիքը չկա։ Դրանք գումարած արդեն ինչ էր մտնում, ռոմական կասրությունն էր տիրում այդ ամբողջ տարածքի վրա, ուստի հռոմեական սովորությունները նրանց բոլոր հեթանոսական նաև ներս են մտնում եկեղեցիները։ Եվ բոլոր այդ սատանապաշտական եւ այդ բոլոր միստիկական այդ բոլորը ամեն կերպ թշնամի փորձում էր ինչ անել, մտցնել որպես ինչ բարի խոստում, դրական մի բան եկեղեցին եւ հոգեվորները եւ այն հոգեվորները, որոնք ոտաբոբիկ էին եւ թողտերների ինձ արտահայտ տագետ Աստծո խոսքից մտածում են, որ միգուցե այն ամեն ինչ որ Պողոս Առաքյալը եւ առաքյալները մեզ տվեցին ամբողջ չէ եւս պետք է գումարենք ինչ որ մի բան ավելացնելով, որտեղ միշտ մարդու աշխարհը ինչ է, ծակ է, միշտ մտածում է արդյոք սա է բավարար, թե մեկ այլ ուրիշ բան եւս փնտրեմ իմ կյանքումս։ Եվ վերջապես այսօր եկանք մեր խոսքի, այսպես ասած, ինչպես խոսքի սկզբում ասենք Կողոսացիս 2-րդ գլխի 8-րդ համար ուզում եմ ընթերցել։ Զգուշ եղեք։ Գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեբայությամբ գրավի, իմաստասիրությամբ եւ դատարկ խաբեբայությամբ։ Եվ այս խոսքը որտե՞ղ է ուղղված, եկեղեցում։ Այո։ Եթե եկեղեցին ենթակա է սատանայի հարձակումներին, ինչքան առավել եւս աշխարհը։ Եթե սատանան փորձում է ամեն ձևով աղաղել Աստծո խոսքի ճշմարտությունը,
աշխարհը արդեն ինչ աղավաղված է, արդեն ինչ մոլորված է, արդեն ինչ շփոթված է։ Այո։ Եվ շարունակությունը ասում, որ մարդկային ավանդության բնության տարերային ուժերի վրա են հիմնված եւ ոչ թե Քրիստոսի։ Նա մի կրկին անգամ Կողոսացիս եկեղեցուն եւ այսօր ինձ ու քեզ եւ համայն հոգեվոր աշխարհին մի կրկին անգամ հիշեցնում է. ոչինչ չավելացնես ու ոչինչ չպակասեցնես Քրիստոսի ճշմարտությունից։ Ամեն։ Քանզի Աստված ասեց. ես քեզանից եմ պահանջելու։ Ամեն։ Ավետարանի ես, քարոզիչ ես, վարդապետ ես, շրջող ես, տեղում մնացող ես, եթե ճշմարտության վրա, իմ խոսքի վրա մի բան ավելացրեցի կամ պակասեցի, ես քեզանից եմ պահանջելու։ Եվ Պողոս առաքյալը սա էր ասում. զգուշ եղեք, խաբեբայությամբ ձեզ չգրավի։ Գրավել բառը, ինչպես գիտենք, նոր կտակարանը գրվել է հունարեներով։ Եվ երբ որ գրավել բառը, որը Պողոս առաքյալը որ օգտագործել է բնագրի մեջ, մենք թարգմանաբար կարդում ենք որպես գրավել, իրական թարգմանությունը գիտես ինչ է թարգմանվում հունարենից, ստրկացնել։ Որտեղ գրավելը շատ մեղմ է հնչվում, բայց երբ որ բնագիրն ես նայում եւ նայում ես խորին արմատը, այնտեղ Պողոս առաքյալը գրավել, զբաղեցնել, այսպես ուրախացնել չէ մասին խոսքը։ Պողոս առաքյալը զգուշացնում է, որ եթե ճշմարտությունից Քրիստոսի մի քիչ շեղվեցիր, այդ խաբեբայությունը, այդ սուտ պատրանքը, այդ սուտ խոստումները, այդ դատարկ խոստումները քեզ կստրկացնի։ Եվ դու Քրիստոսի արյան մեջ ազատված հոգևորը կվերադառնաս ստրկության։ Եվ սա է Պողոս առաքյալի ամբողջ մտահոգությունը, ոչ միայն Կողոսացիս եկեղեցու համար, այլ նաև այսօր ինձ եւ քեզ համար։ Որտեղ նա ճաշակել էր Քրիստոսին եւ գիտեր թե ինչքան էական ու կարեւոր էր, որ ուշադրություն դարձնել, երբ որ վարդապետությունը Աստծո տանը մեջ սկսում է աղավաղվել ու շեղվել, որ ինչպես կարող ես դու լավը սկսես, բայց ընթացքը կորցնես։ Երբ ես նորեն վերադառնամ մի քաղաքական, երբ որ ես լսեցի ընտրության արդյունքները, ու լսեցի, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդասպան, մարդկային ճղճիմ արարածին հազարավոր մարդիկ ձայն են տվել, ես իմ տեղը չէի գտնում։ Գիտես, Սամոն մի օտարական է, որ հանկարծ հայտնվեց մի լեցուն սուտ խապկանքներով, բայց մարդիկ իրենց սեփական մաշկի վրա ճաշակել ու տեսել են նրա ով լինելը եւ այսօր դեռ հազարավոր մարդիկ կա։ Նա ինքը ունի միգուցե մի քանի 100 շրջապատված, բայց երբ որ հազարավորներ են, դու հասկանում ես, որ երբ որ սատանան քեզ ստրկացնում է ինչ որ սուտ խոստումներով, դու արդեն չես կարողանում ճիշտը սխալից զանազանել։ Դու մոռանում ես, որ դու կարող ես ազատ լինել, բայց ընտրեցիր ստրուկ կարգավիճակը եւ ընտրեցիր, որ Ռոբերտի նման մեկը գա ու նորեն ու կրկին անգամ ինչ անի, քո գլխի վրա ջրաղացի քարը աղա։ Եվ ինչպես որ ուզում է ներխուժի քո տունը, քո ընտանիքը, ամբողջովին բնաջին ջանի, սպանի, ջարդի, փշրի, Հայաստան երկիրը բերի ծայրահեղ աղքատության ու այդքանով հանդերձ մարդիկ կան, որ նրան ձայն են տալիս դեռ։ Եվ ես չեմ կարողանում ոչ մի կերպ պատասխան գտնել դրա համար։ Գիտես, նման ցավ ու տառապանք միայն Հայաստանում չէ, ամենուր է։ Եվ այդ ստրկության համար ես մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Ամեն անգամ վստահ եմ, ինչ որ առիթով, հատկապես այս COVID-ի ժամանակահատվածում եւ շարունակությունը, հատկապես Բայդենի այդ իշխանության օրոք, ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ ժողովուրդը, այսպես ասած, դուրս են գալիս ցույցի։ Մտածում են ինչ որ գաղափարներ, ինչ որ կարևոր առիթներ, որոշումներ կա, որ իրենք ուզում են ինչ անել, բացահայտել, բարձրաձայնել։ Եվ կողքից ինչ ես տեսնում։ Մի խումբ մարդիկ քայլում են քայլարշավը փողոցներով
իսկ կողքից իմ սևամորթ եւ մեքսիկ եղբայրներ եւ քույրերս ներ են խուժել խանութները եւ թալանի են մատնում։ Նրանց համար գաղափար գոյություն չունի։ Նրանց համար քաղաքականություն գոյություն չունի։ Նրանց համար առիթ է պետք, որպեսի թալանեն։ Եվ սա բացահայտորեն խոսում է, ինչ ասել, եւ սատանան քեզ ստրկացնում է։ Դու արդեն մարդ չես, այդպիսի մատ գրեի կարտայտնը զամբի ես։ Դու մարդկային հատկություններից դուրս ես գալիս ու մտնում ես թող տերերի տեր ու փառավոր Աստված ինձների։ Դու մտնում ես ու մաս ես կազմում կենթանական աշխարհին։ Կենթանին միայն ու միայն մտածում է ինչը գողանա, ինչը լափի, որ իրեն բաժին հանի։ Նրա համար գաղափար չկա, նրա համար բնազդ կա, եւ ինչքան ցավալի է, որ մարդը, որ Աստծո հոգի է պարունակում իր մեջ, իր արժեքները կարող այդքան ցածրացնել, որ իր մարդկային արժեքներից այդքան զրկել եւ նմանալ կենթանական աշխարհին։ Այսօր հատկապես եկեղեցիներում այնպես չէ, որ երբ որ վարդապետական շեղումներ է լինում, այդպես անմիջական է լինում։ Նրանք այդ շեղված գաղափարախոսությունները, այդ վարդապետական շեղումներ, գիտեք, թե ինչից է սկսում, որ Հիսուսը ամբողջը չէ։ Այսօր ամբողջ իսլամի կրոն ինչի վրա է կառուցված։ Այդ նույն գաղափարի վրա։ Մենք ընդունում ենք Հիսուսին որպես մեծագույն մարգարե, բայց Հիսուսը ամբողջը չէր։ Պետք է Մուհամմեդը կար։ Պետք է իսլամը կա, որ ամբողջանար մարդկության համար։ Եվ նրանց ամբողջացում ինչու՞ն էր։ Այսօր նրանց հոգևոր առաջնորդները այսպիսին են սովորացնում իրենց ստրկացած ժողովրդին։ Եթե գնաս ու քեզի պայթեսնես եւ քեզի զոհաբերես, անմիջապես կհայտնվես դրախտավայրում եւ 72 կույսեր պատրաստ են քեզ ծառայելու։ Եվ այդ ստակացած մարդկանցից որևէ մեկը չհամարձակվեց ասելով. ով դու մոլլա, հոգևոր առաջնորդ, ինչպես ուզում ես կոչել եւ անվանել։ Եթե իրապես այդպես է, ինչու դու քեզ չես պայթեցնում։ Եթե քեզ երկինք է սպասում 72 կույսերով։ Ամենացավալի եւ տխուրը նա է, որ մենք չենք բավարարում Քրիստոսով։ Եվ փորձում ենք ավելացնել։ Եվ հենց այդտեղ սկսում է սատանայի խաբկանքը։ Սկսում է համոզել, եթե մի քիչ այստեղ ավելացնես ու մի քիչ ավելի ճոխ կենացներ ասես քարոզի ընթացքում, ժողովրդի թիվը կշատանա։ Եվ այսօր սրտի ցավով եկեղեցիներ կան, որ տասնյակ հազարավոր մարդիկ են աջակցում։ Եվ որ նայում ես այդ քարոզների խորությունը, լայնությունը, փորձում ես վերլուծել ու հասկանաս, հասկանում ես, որ զուտ մարդկային խոստումներ են։ Քրիստոսը ողջ ավետարանը 52 տարի է, որ այս հավատքի մեջ եմ, նման խոստումներ չի տվել, բայց մարդիկ այնպես կլանված են ընդունում այդ սուտ խոստումները եւ դառնում ու առաջնորդվում ու մաս կազմում այդ եկեղեցու։ Թշնամին երբեք, երբ որ ուզում է հարձակվել, ինչպես Եհովայի վկաները կամ մորմոնները, երբեք չեն ասում, որ դուք սխալ եք։ Երբեք քեզ հետ չեն հակաճառում։ Ասում են, որ օ, մենք էլ ենք ընդունում, բայց պետք է սա էլ ավելացնենք։ Հետո կողքին սա էլ ավելացնենք։ Ներող կլինես Աբրահամ եղբայր, ձայնը չեմ լսում։ Ուզում եմ այսպիսի արտահայտություն կա, ասում ենք քաղցր սուտ։ Այդ իմաստով։ Եվ ինչ է լինում արդյունքը։ Արդյունքը լինում է, որ առանց հասկանալու մենք շեղում ենք, մենք աղավաղում ենք եւ մենք սուրբ խոստումներ ենք տալիս։ Մենք ասում ենք Հիսուս գումարած գործ։ Մենք ասում ենք Հիսուս գումարած մեր ավանդույթները, մեր սովորությունները, մեր խաչքարերի պաշտամունքը,
մոմավառությունը, խնկարկությունը, դրանք գեղեցիկ են, բայց դրանք ոչ մի կապ ու կապակցություն չունեն Քրիստոս։ Դու չես կարող բերես եւ եկեղեցիներ կան այսօր փորձում են օ ժողովուրդ բերենք։ Կարելի է եւս մոմավառությունը, կարելի է եւս խնկարկություն անել, կարելի է եւս խաչքարեր դնել, կարելի է նաեւ խաչականքեր եւ այդ բոլորը ինչ է լինում։ Հիսուսի կողքին ավելացնում են, մտածելով, որ ժողովուրդ գրավեն։ Դու չես կարող Քրիստոսի կողքին որևէ մի բան ավելացնես, կփչացնես, կաղաղավես։ Եվ այսօր ինչ են ասում։ Քրիստոսի կողքին նաև պետքա փորձառություն, իմացություն։ Քրիստոս ասեց, ես լի իրավ բավարար եմ։ Եթե ինձ ունես, ամեն ինչ ունես։ Եթե ինձ չունես, ինչ էլ որ ունես, փորձառություն, հարստություն, հաջողություն, դատարկ է։ Բայց արի ու տես, որ այսօր եկեղեցիներում փորձում ենք մենք Քրիստոսի կողքին ինչ ընդգծել։ Հաջողությունը, հարստությունը, փորձառությունները, ավանդույթները, սովորությունները, կրոնները, ուսմունքները, ինչու մտածելով, որ ավելի մարդիկ հրավիրենք, թիվը բազմանա, գումարը մեծանա, հնարավորությունները ընդարձակվի։ Եվ երբ եկեղեցում ներս է մտնում ավանդույթը, ներս է մտնում փորձառությունը մարդկային, ներս է մտնում մարդկային հարստություն ու կարողությունը նրան ավելի բարձր, նրան ավելի ցածր, սա է արժեքավոր եւ ամեն բան Աստծո խոսքի տեսանկյունով ինչը աղավաղվում է։ Հետաքրքիր մեկ բան եմ ես ուզում խոյավս խոսենք։ Առաջի խոսքը, որ սատանան խոսեց եւ մեզ համար գրանցվեց, Ծննդոց գրքից է։ Հեղինակը Մովսեսն է։ Բնականաբար Մովսեսը չի ապրել, ուսեն ամեն ինչ որ գրի առել, Աստծո հոգուց է առել։ Եվ երբ ամեն բան լավ էր ու օրհնյալ էր, երբ Ադամը ու Եվան Եդեմի պարտեզում ճաշակում էին Աստծո սրբության ներկայությունը եւ իրենց մերկությունը նույնիսկ իրենց համար բացահայտված չէր, հանկարծ ասում է Սատանան օծի կերպարանքով ներս մտավ, չասես դուք սխալ եք, Աստված սուտ է, տեսեք ինչպիսի հարցումով մոտեցավ, օծն ասեց կնոջը, ես ընթերցում եմ մեր Ծննդոց գիրք 3-րդ գլուխ 1-ի համարը, իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտես, հասկանում ես, ու դու արդեն միտքդ շեղվում, արդեն շփոթվում ես, եւ բնականաբար առաջի բանը, որ սկսում է քո մեջ ծնունդ առնել, սկսում ես կասկածել Աստծո անաղարտության վրա, Աստծո ճշմարտության վրա, Աստծո սրբության վրա, որտեղ Սատանան արդեն հարցականը դրել քո կյանքիդ մեջ, եւ որովհետեւ դու Աստծո խոսքից ոտաբոգի ես, տգետ ես, անգետ ես, ինչ ես անում, առնում ես, ու Սատանան հրամցնում է քեզի։ Այո։ Ուզում եմ ընթերցել Հովանու ավետարանի 8-րդ գլխի 31 եւ 32 համարները։ Այժմ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին ասաց. Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ամեն։ Ուզում եմ առաջի բանը, որը ինձ իսկապես հիացնում է, եթե դուք հավատարիմ մնաք, չի ասում ինձ։ Նա Աստված էր, ասում է հավատարիմ մնաք իմ խոսքին։ Ինչու է այդպես ասում, որտեղ խոսքը այն ճշմարտությունն է, որ ինձ ու քեզ համար կբացահայտի Հիսուսի աստվածությունը։ Եթե մեր մեջ խոսքը չկա, գիտեք ինչ կա մեր մեջ, Հիսուս անունը կա, բայց ոչ թե նրա աստվածությունը։ Այսօր մեր հայազգի 99%-ը իր շրթունքների վրա մրմնջում է Հիսուսի անունը։ Բայց արդյոք խոսքը ունի, հավատարիմ է Աստծո խոսքին, գիտակ է, ծանոթ է, ճանաչում է, ընթերցում է, վերլուծում է, հետևում է, քննում է։ Իհարկե ոչ։
Եվ սատանան ինչով է խաբում։ Եվ սա էր պատճառը, որ Հիսուս ասեց. Ինչ չէ, իմ խոսքին հավատարիմ մնա, որտեղ իմ խոսքը զորություն ունի, ու քեզ համար բացահայտի իմ աստվածությունը, երրորդության գեղեցկությունը եւ անմահությունը։ Ճշմարտությունը ինֆորմացիա չէ, ճշմարտությունը անձ է, որը կոչվում է Հիսուս Քրիստոս։ Եվ որտե՞ղ է գիտեք։ Հիսուսը Հովանու 14:6-ում ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը։ Նա ինքն է ճշմարտությունը։ Ամեն։ Եվ կյանքը։ Բայց այսօր երևի մեծամասնությունը ճշմարտության մասին մենք մտածում ենք որպես գիտություն, իմացություն, եւ ճշմարտությունը անձ է, եւ նա միակն է, եւ դա Քրիստոս Աստվածն է։ Այսօր այս 21-րդ դարաշրջանում եկեղեցի թե աշխարհը գիտես ինչ է քարոզում մարդկությանը։ Դա քաղաքական գործիչները լինեն, փիլիսոփաները լինեն, այսպես ասած խոսքի մտքի առաջնորդները, ռահբիրանները լինեն, ինչ են ասում։ Հետևիր քո սրտի ձայնին։ Իսրանից 2000 տարի առաջ Հիսուս ասեց. հետևիր ինձ։ Սիրտդ կխաբի քեզ։ Սիրտդ քեզ կտանի դեպի հավիտյան կործանում։ Մարդու սիրտը չարը եւ խաբեբա։ Այդպես։ Այո, բայց ինչքան գեղեցիկ է հնչվում, ինչ մելամաղձոտ է, ինչ բան է, այսպես գրավիչ է, գրական է, հասկանալի է, մարդկային է, սիրուց է, հետևիր քո սրտի ձայնին։ Երբ Քրիստոսը դեռ եկավ ասաց. հետևիր ինձ։ Այսօր մեր աշխարհը ինչ ասում։ Ստեղծիր քո ճշմարտությունը։ Դու ունակ ես, դու կարող ես, դու իմաստուն ես, դու փորձառու ես։ Ստեղծիր քո ճշմարտությունը։ Հիսուս ասեց. ես եմ այդ ճշմարտությունը։ Ուրիշը մի կառուցիր, ուրիշ ճշմարտություն մի փնտրիր, կմոլորվես ու կկործանվես։ Մնա իմ մեջ եւ իմ ճշմարտությանը մեջ, ես եմ։ Երբ Աստված հրաման տվեց առաքյալներին, իր աշակերտներին, երբ համբարձվում էր երկինք, ասեց. մնացեք, զորություն երկնքից առեք եւ կառուցեք եկեղեցին, որ մարմինն է, ներկայացուցիչն է, իմ վկայությունն է աշխարհի վրա։ Առաքյալները եկեղեցին չկառուցեցին սրա ու նրա կարծիքների վրա։ Այո։ Նրանք կառուցեցին միանշանակ Քրիստոսի ճշմարտության վրա։ Բայց այսօր քաղաքականությունը իր բաժին ունի։ Այսօր իմ ու քո հոգս ու ցավը չէ քաղաքական։ Այո, թեկուզ դա անուղակի ձևով իր բաժին ունեմ իմ եւ քո եւ մեր ընտանիքի եւ մեր առաջիկա հառաջադիմությունների եւ բարգավաճման վրա, բայց երբ որ դա ներ է խուժում եկեղեցի, դա է ցավը։ Երբ որ մենք մտածում ենք, որ այս եղբոր կարծիքը, այն մյուս քրոջ կարծիքը, այն մյուս փորձառուի տարիքով է, դու չես կարող մարդկությանը բավարարելով կառուցես Աստծո խոսքի ճշմարտությամբ եկեղեցի։ Միանշանակ։ Եվ այսօր սրտի ցավով որոշ մեր հոգևոր առաջնորդներ սարսափում են։ Եթե այս ու նրա ես կարծիքները հաշվի չառան, նրանք կգնան։ Եթե նրանք գնացին, նրանց դեպից որոշներն էլ կգնան։ Եվ Հիսուսը դեռ 2000 տարի առաջ, երբ աշակերտները ասին, գնացին, Հիսուս ինչ պատասխանեց։ Ասեց գնացեք կանջեք, ասեց դուք եք ուզում գնաք։ Ազատ եք։ Պատմությունը նույն ձևով կարգամում է։ Բայց արդյոք մենք այսօր ունենք այդ խորը համոզմունքը, եթե ես մնամ նրա մեջ, նա ինձ համար բաժին ունի։ Իսկ եթե դուրս կամ նրանից եւ փորձեմ բարեհաճ լինել մարդկանց, հանդուրժողական, սրա ու նրա կարծիքները հաշվի առնելով կառուցեմ եկեղեցին, այդ եկեղեցին շատ ներող կլինես, 1 ամիս հետո կդառնա շուկա։ Եվ ամեն մեկ իր ձայնը կբարձրացնի եւ իրանը կհաստատի։ Այո։
Ինչպես կարող ենք ես ու դու զանազանենք ճիշտը սխալից։ Երբ այսօր աշխարհում լսված է այդ սուտ ու դատարկ խոստումները։ Օրինակ եմ ուզում բերել։ Երբ որ անձը դիմում եւ ընտրվում է բանկում աշխատել։ Այսօր աշխարհում ամենակեղծ դրամատուրգը $100 է, աշխարհով մեկ։ Երբ անձ ընդունում է բանկում աշխատող, մի պահ կարող ես պատկերացնել, որ այդ բանկային աշխատողին իրեն մենեջերը, իր մեծը, իրեն կառավարողը նստի եւ մի ամբողջ հսկայական ցանկ կառուցի, որ եթե այս կետը այստեղ է դրված, ուրեմն ինչ է, կեղծ է։ No։ Կեղծը կարող է 1, կարող է 1001 տարբեր շարժառիթներ ունենա։ Նա սովորացնում է մի բան, ճանաչել ճիշտը։ Եվ երբ որ բանկի աշխատողը շոշափելով, նայելով, հոտ առնելով նույնիսկ տեսքը, երբ որ ճանաչում է, որ $100 ինչ տեսք ու ինչ արժեք ունի, նրան չես կարող խաբես։ Հաստատ։ Որտեղ ճիշտը ու ճշմարիտը նրա համար բացվել է։ Դա նույն օրինակն է այսօր մեր հոգևոր աշխարհի համար։ Ամեն։ Եթե դու Քրիստոսին շոշափել ես ու նրան ճաշակել ես եւ գիտես թե ինչ է ճշմարտությունը, ամբողջ աշխարհը եթե ոտքի ելնի, քեզ չի կարող շեղի։ Ամեն։ Քեզ չի կարող ճշմարտությունից հեռացնի, որտեղ դու ճաշակել ես այդ ճշմարտությունը, որտեղ գիտես ճշմարտությունը կեղծից զանազանել ու տարբերել։ Այո։ Սարո եղբայր, այսինքն երբեմն հակառակ էֆեկտն է տեղի ունենում, այսինքն մենք ընկած ենք կեղծը մանգալու հետևից եւ ժամանակ ենք ծախսում դրա վրա ու այդպես էլ չենք կարողանում ուրեմն ճիշտը սխալից զանազանել, շփոթված վիճակը, բայց եթե սովորենք ճանաչել ճշմարտությունը, մենք հանգիստ կլինենք, խաղաղ կլինենք, վախենալու բան չի լինի։ Այո, եղբայրս։ Այսօր մենք քարոզներ, ամիսներ ու տարիներ եթե ծախսենք ու մեր մարդկանց, մեր ժողովրդին եկեղեցու քույրը սովորեցնենք, որ այս կրոնը, այս ուսմունքը, այս կեղծիկը, այս ոչ վարդապետականը մեր կյանքը չի բավարարի։ Վերլուծել աշխարհի կեղծիկը եւ այդ բոլոր սուտ խոստումները, բայց երբ որ դու քեզ ու քո ժողովրդի եւ հոգեվոր աշխարհի համար բացվում է Քրիստոսի ճշմարտությունը։ Ամեն։ Այդ ժամանակ կեղծը ճանաչել ու զանազանել ու մերժելը մեզ համար դժվար մի բան չի։ Հաստատ։ Ամեն։ Այսինքն կարող ենք այսպես ասել, մենք այնքանով ենք ճանաչում, հասկանում կեղծը, որքանով ճանաչել ենք ճշմարտությունը։ Այո։ Եվ Քրիստոսին ճանաչելով ու ճաշակելով ինձ ու քեզ համար դժվար չի զանազանել ճշմարիտը կեղծից։ Այո։ Գիտես, մի ևս տխուր երևույթ կա, որ այդ մասին, երբ որ աշխարհից չի առնում այդ սուտ խոստումները, մարդը ունակա նաև կառուցի ինքը իրեն համար։ Այսօր մեր ցավը միայն վարդապետական շեղումները չէ։ Դե վերջո երբ մենք խոսում ենք վարդապետության մասին, վարդապետության տարբեր ծալքեր կան։ Վարդապետությունը, որ ամբողջովին քեզ շեղում է եւ կառուցում է, ինչպես այսօր մենք տեսնում ենք, Եհովայի վկաները եւ մորմոնները։ Եվ նմանատիպ այդպիսի խմբավորումներ, New Age, վերջին ուսմունքները եւ այդ բոլորը։ Բայց երբ որ դու փորձում ես քո համար քո վարդապետությունը կառուցես, եւ ինչպիսի վարդապետություն ես կառուցում, որպեսզի այդ քո կառուցած վարդապետության մեջ դու ճիշտ լինես։ Ճիշտ է, շատ ճիշտ է։ Քրիստոսի ճշմարտությունը վերցնում ես ու փորձում ես վերագրես քեզի։ Այդ պիտակը հացնես քեզ քո ընտանիքի անդամներին։ Բնականաբար ինչ պետք է անես։ Պետք է Աստծո խոսքի ճշմարտության վարդապետությունը մի քիչ ձևափոխես, որ քեզի հարմարեցնես քո ընտանիքի շարժառիթներին, որոշումներին, ընտրություններին։
Եվ այսօր լեցուն են նմանատիպ մարդիկ, ամենուր են, աշխարհով մեկ, որոնք իրենք տանը նստած իրենց համար կառուցում են, նրանք կիրակից կիրակի շաբաթվա ընթացքում գալիս են, լսում են քարոզները, բայց երբ որ տուն են գնում եւ երբ որ Սուրբ Հոգուց հանդիմանվում է, երկու ընտրություն ունեն, կամ որ լրացնեն այդ ձայնը եւ կառուցեն իրենց վարդապետությունը եւ իրենց ձայնը իրենց մեջ, որ ասի դու լավ ես, դու ճիշտ ես, դու ուղիղ ես, դու հրաշալի մի քրիստոնյա ես, շարունակիր այդ ընթացքը։ Կամ որ հնազանդվեն ձայնին եւ ծնկի գան ու խոստովանեն եւ ապաշխարեն։ Ես, դու եւ ամեն մեկս։ Ոչ մեկս էլ կատարյալ չենք։ Ամեն մեկս էլ ենթակա ենք սխալների։ Բայց վայամեզի երբ որ մեր սխալները ծածկելու համար կառուցում ենք մեր վարդապետությունը եւ մտածում ենք որ ամեն բան ճիշտ է։ Ամեն։ Եվ ավելի տխուր է երբ որ այդ վարդապետությունը սկսում ենք տարածել եկեղեցում։ Ժողովրդի մեջ։ Այո։ Մեր փառավորած Քրիստոս Հիսուսի մի կրկին անգամ բերելով ուզում եմ մի պարզ եւս արագ խոսեմ այն մասին, որ այսօր որոշ եկեղեցիներում արգելում են, որ այլ գրականություններ ընթերցել։ Մտածում են, որ այլ գրականությունը քեզ կարող է շեղել ու հեռացնել Աստծո ճշմարտությունից։ Բայց երբ որ քեզ համար ճշմարտությունը բացվել է, այլ գրականությունը քեզ տալիս է ավելի բացահայտ աշխարհայացք։ Ես երբ այս թեմայով սենց նայում ու կարդում էի, Աստված չի ուզում որպես քրիստոնյա մենք մնանք հետամնաց, տգետ, աշխարհից հետ, աշխարհի կողմից մերժված։ Աստված ուզում է, որ մենք ընթերցենք, հետապնդենք, առաջադիմենք։ Երբ ես նայում էի ցանկը գիտական աշխարհում, նրանք, որոնք քրիստոնյաներ են եղել, եւ գիտության ասպարեզում մեծ ու մեծ հաջողություններ են ասել։ Ես ընդամենը մի քանի անուններ ասեմ, ու այդ ցանկը հսկայական ցանկ է։ Եվ ինչու եմ ես բոլորն ասում։ Որտեւ այսօր կան նմանատիպ այդպիսի քրիստոնական վերաբերմունք, որ մենք առաջադիմելու, առաջխաղալու, բիզնեսի աշխարհում կամ գիտական աշխարհում առաջադիմելու իրավունք չունենք, որովհետև կարող է շեղվեն, կարող է գայթակղվեն, կարող է հեռանանք։ Գալիլեո Գալիլիան մեծագույն քրիստոնյաներից մեկն է եղել ու մեծագույն գիտնականներից ևս մեկը։ Նյուտոնը մտած մարդ չկա, որ այս երկուսի մասին լնը։ Երկուսն էլ խոշորագույն քրիստոնյաներ, քրիստոնյա ընտանիքից։ Պասկալը Եվս խոշորագույն քրիստոնյաներից մեկ էր։ Իր ամենագեղեցիկ արտահայտություններից Պասկալի, որ ասում է, դու կարող ես այս բնության որևէ մի անկյուն մանրազնին քնես ու տեսնես Աստծո հզոր ձեռքի ստեղծագործությունը։ Ֆարադեն, Կեպլերը եւ այդպես լեցուն գիտնականներ, որոնք եւ աստվածապաշտ մնացին եւ գիտությանը բերեցին առաջադիմություն։ Գիտեք, Եվ Քրիստոս ունես, ու երբ որ ճաշակել ես, կյանքում ոչ մի հառաջախաղացում, ոչ մի հաջողություն քեզ չի շեղի Քրիստոսից։ Որտեղ գիտես, որ այդ բոլորը ժամանակավոր են, բոլոր քո գիտական, քո բոլոր այդ հաջողությունները, այդ բոլոր գիտական պաշտոնյան, այդ բոլոր ուր որ կհասնես, եթե ճաշակել ես նրան, դու գիտես, որ նա քեզ համար ամեն է ամեն ինչում։ Դրանք շարունակություն է, մեր կյանքի մասն է, եւ մենք անում ենք մեր առօրյան, մեր կյանքը, մեր աշխատանքը, մեր ընտանիքը հայթայթելու եւ ապրելու։ Ես երբեք չեմ ուզեցել, որ որևէ քրիստոնյա այդպես սահմանափակվի, վախենա այս աշխարհի գիտությունից։ Նո, աշխարհի գիտությունը մեզ չի կարող շեղել, մենք մեզ կարող ենք շեղել։ Այո։ Եվ ուզում եմ կամ ավարտի փառավոր Հիսուսի ձեռքերի մեջ բերելու քեզ եղբայրս քո ընտանիքը, քո ծառայությունը,
Տերը օրհնելով օրհնի ներհավատարմորեն Շնորհակալ եմ եղբայրս։ Ձեռքերի մեջ քեզ կբերե։ Շնորհակալ եմ։ Սարո եղբայր հրաշալի խոսքեր եւ շատ այսպես այժմյան կարելի ասել եւ նաեւ պրակտիկ կյանքից էլ խոսացիք մի փոքր քաղաքական երանգ ուներ, բայց պետք է որ այս ամեն ինչը լսենք եւ հասկանանք բուն բովանդակությունը թե ինչ ա մեզ սովորացնում Աստծո խոսքը։ Գիտես, ես եկա նորից անկեղծ ասեմ, այս ընտրությունների ժամանակ մտածում էի այս ուղղությամբ եւ ինչպես դուք շատ ճիշտ ասացիք, որ դա իմ մտքով անցավ եւ մի հատ sense բան ստատիստիկա կարելի ասել բացահայտեցի մարդկանց կատեգորիաներ, մարդկանց կատեգորիա, որ իրենց ստամոքսի մակարդակով են մտածում։ Այսինքն իմ համար լավ լինի ինչ խոստում կտաս, որ ես լավ զգամ ինձ, ուտեմ, հագնեմ, վայելեմ, ել նեղություններ չունենամ, եւ երկրորդ կատեգորիան, որ փառք Աստծո, որ շատ էր մեր երկրում, ես այսպես ասեմ, ավելի գաղափար, ավելի խոհական, ողջախոհություն, այսինքն ուղեղի մակարդակով։ Հետո նկատում եմ, որ Աստված հետաքրքիր է ստեղծել մարդուն։ Ու ստամոքսը դրելա ցածր մակարդակի վրա եւ ուղեղը դրելա բարձր մակարդակի վրա եւ սրանով որոշում ենք ցածր մակարդակի ստամոքսի մտածելակերպ ունենք թե ուղեղով ենք մտածում սա էլ ինչ որ խորհուրդ է գլուխը միշտ մենք գիտենք որ գլուխը դա առաջնորդության խորհուրդ է իմաստության հանճարի ողջախոհության խորհուրդ է եւ դրանով որոշվում է մարդը երբ որ ընտրության արժև է կանգնում կամ խոստումներ է ընդունում հավատում է այդ խոստումներին ինչ մակարդակի վրա է այսինքն որոշումը ստամոքսի թե ես երբ որ ասում ստամոքսը դա նկատի չունեմ միայն ուտելիք նյութական աշխարհը այսինքն վստահ եմ դուք եք նույն խորհուրդով եւ այսօր նորից եւ առավել եւս հայերենով Սարո եղբայր շատ գեղեցիկ է ռուսերենով օրինակ թարգմանությունը այսպես է սնաչալը բիլ սլովը շատ հիանալի է եւ դա այդպես է բայց հայերենով բանը հասկացողությունը շատ ավելի մի տեսակ խորն է տանում ոչ միայն խոսք այլ խոսքի բանականությունը բանը խորհուրդը բանականությունն է միտքը խոհական եւ ողջախոհության սկզբից էր ողջախոհությունը սկզբից էր բանականությունը սկզբից էր խոսքը որ Աստծուց է եւ այո խոսքը Աստծո մեզ դարձնում է գիտնականներ ես վստահ եմ դրանում գիտնական բոլոր մակարդակների մեջ եւ եթե մենք առաջնորդվում ենք խորհրդով սրտով ողջախոհությամբ Սուրբ Հոգու այսպես ասած ճանաչողությամբ ճշմարտությունը միանշանակ հաջողությունը երկնային հոգևոր է լինում այո դա այդպես է այո շատ շնորհակալ ենք Սարո եղբայր եւ կխնդրեմ եթե կոչ ունեք սիրով եւ ձեր աղոթքով ավարտենք եթերը Սիրով եղբայրս մի կրկին անգամ քո բոլոր այդ հավատարիմ ու կնդրներին, որոնք ամեն օր սպասում են քո ժամը, որ գալիս է խոսքը ինչպես որ կմատակարարվի, ինչ նյութ որ կքննարկվի եւ գտիտարկվի այսօր ինչպես Աստծո խոսքը ասում է դուք հոգեվորներդ այդ բասնամանքներն եք այս աշխարհում, որը կարող է Քրիստոսին պատմել, նկարագրել, բացահայտել մարդկանց մեջ։ Շնորհակալ եմ Աստվածանից, որը այսօր նորեն եմ ասում, դեռ պայքարը ավարտված չի, բայց ունենք մի նախագահ, որ հայոց պատմության մեջ ես չեմ ուզում մեծարեմ ներկա վերընտրված մեր նախագահը Նիկոլ Փաշինյանը ոչ իմ բարեկամն է, ոչ էլ հորեղբորս տղան է։ Մի անձ է, որը սարմանալի ձևով առաջի օրվանից նա շատ սխալներ է թույլ տվել։ Ես էլ եմ իմ կյանքում շատ սխալ, բայց առաջի օրվանից այդ մարդն իմ սրտի հետ խոսեց։
իսկ ինչքան առավել եւս այսօր, որ առանց ամանչելու, առանց մտորելու, կասկածելու նա բացահայտորեն Աստծո խոսքն է բացում, Սաղմոս է ընթերցում, Քրիստոսին է հրավիրում մարդկանց մեջ եւ նման մի առաջնորդ ունենալ այդ ազգին պատիվ մեր աղոթներով իսկապես զորավիտ լինենք այդ մարդուն որ չարը անօրենը թշնամին չխափանի այս հաջողությունը եւ մենք եւ մեր ազգը եւ մեր ժողովուրդը Հայաստանում թե այդպես սփռված աշխարհով մեկ տեսնենք ամեն օր ու ամեն օր մեր հայ ազգի հառաջադիմությունը որովհետեւ ընթացքը ճիշտ է մնալն է էականը որտեվ եւ մեզ կարդում ենք հայտնության գրքի մեջ ասում է լավը սկսեցի բայց ընթացք է պետք եւ այսօր այդ մարդը ընթացք պետք է ապրի որ կարիք ունի իմ ու քաղաքների Amen. Եվ մեր մի ամբողջ ազգի պահպանությունը լինի մեր քաղաքական առաջնորդների վրա որը հույս ունեմ որ նրանցից ամեն մեկը դառնան նաև միաժամանակ հոգևոր առաջնորդ են եւ հոգին այդպես բարգավաճի այդ երկրում այդ փոքրիկ երկրում եւ այդ մեր հայրերը որը այդ հազարամյակների ընթացքում իրենց կյանքը զոհաբերեցին Քրիստոսի ճշմարտության վրա այդ զոհաբերության այդ արյունները տան նոր ու նոր ծաղկուն ծիլեր եւ իսկապես պատղաբեր անեն մեր հայ ազգը հոգևոր աշխարհի մեջ Amen. Շնորհակալություն Սարեխբեր սիրով Երկնային Տերս քեզի փառք եմ ասում շնորհակալ եմ քո անսահման սիրոդ ու ողորմությանդ համար Եվ մեր աղոթքը ուղղված է սկսած մեզանից մեզ քո ներկայությանդ մեջ խոնարհեցնես հաղկես ու սարքես դաստիարակես ու հանդիմանես եւ ուր էլ որ լինենք ինչպիսի հաջողությունների որ հասնենք միանշանակ քո խոսքը հիշենք որ մենք ընդհանրեն անպիտան ծառաներ ենք որ մեզի արժանացրեցիր մեր վրա կրելու քո անունը հրաշք ես դու հրաշք որ հայտնվեցիր մեր կյանքում եւ մեր անորոշությունը դարձրեցիր հավիտենականություն եւ մեր դատարկությունը մի ամբողջ հոգու աշխարհ սուրբ օգուլեցությունով եւ մեզ համար մի ամբողջ հավիտենական հարստության դռներ բացիր երկնային Երուսաղեմի քաղաքացու հավանականությունը ամեն քեզ հավատացողի տալու քեզ կհանձնեմ այսօր այս խոսքը թող քո փառքիդ համար ծառայի եւ թող կառուցի եւ հաստատի մեզ այդ ամուր ժայռի վրա որ դու ես Հիսուս քո անունով կաղոթենք ամեն փառքես Տեր Սարեխբեր շատ շնորհակալ ենք հիանալի էր եւ կուզեի քեզ խնդրեի որ հաճախ միանաս մեր եթերին առիթը բաց չթողնելով նայ անչափ շնորհակալ եմ եղբայրս Արեսպես պայմանավորենք երբ որ Մենք էլ ենք շնորհակալ եղբայրս Ես Աստծո հոգին թեմա տա վստահեցնում եմ եղբայրս Շատ լավ Անմիջապես Ես սպասում եմ Աստծոց առած չեմ ուզում մարդկային ինչ-որ մի բան լինի եթե Տիրոջ կամքի մեջ է թող Տերը թեման տա եւ ինձ ու քեզ օգտագործի իր ձեռքին ծառա որպեսի ավետարան Ամեն Սարեխբեր Տեր օգնի ձեզ շատ բոլորին բարևներ եկեղեցու մեր կողմից բարի օր եղբայրս Սարեխբեր Նորից տեսնելու փափագով քեզ ասենք բարի գիշեր Եվ ձեզ բարի օր Աստված ձեզ պահապան Ամեն Հաջողություն Ամեն հաջողություն եղբայրս Սիրելի քուրեր եղբայրներ այսպեսին էր մեր եթերը Տեր օգնի ձեզ շատ շնորհակալ ենք որ միացաք եւ առավել շնորհակալ ենք որ կիսվեցիք այս եթերը ձեր ընկերների հետ իսկ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու է